Հարգելի օգտատեր, որպեսզի կարողանաք որևէ կերպ ձեր նշած ավտոմեքենան անտնօրինել, այսինքն օգտագործել, տիրապետել, վաճառել եւ այլն, պետք է ժառանգություն ընդունեք։ Հիմա դուք նշում եք, որ 11 տարի առաջ է ժառանգատուն մահացել, նախ պետք է հասկանալ, թե արդյոք այլ գույք եղել է, ժառանգական զանգվածի մի այլ հատված եղել է։ Եթե ժառանգներից որևէ մեկը ընդունել է ժառանգություն այլ գույքով, ապա որևէ խնդիր չկա այս մեքենայով ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր ստանալու, քանի որ ժառանգության մի մասի ընդունումը ենթադրում է ժառանգության ամբողջ մասի ընդունում։ Կարճ ասած, եթե ժառանգություն որևէ մեկը ընդունել է ինչ-որ մի մասով, ապա կարող է այս ավտոմեքենայի մասով ստանալ լրացուցիչ ժառանգության իրավունքի վկայագիր։ Եթե այլ ժառանգական զանգված չի եղել, որևէ մեկը ժառանգության իրավունքի վկայագիր չի ստացել, ապա պետք է դիմել ուրեմն այս մեքենայի մասով ժառանգության իրավունքի վկայական ստանալու համար, սակայն պետք է կարողանալ նոտարին ապացուցել, որ փաստացի տիրապետման հիմքով դուք որևէ մեկը ընդունել է ժառանգությունը։ Եթե կա նաև այլ անշարժ գույք, ապա կարելի է միաժամանակ դիմել եւ անշարժ գույքը ժառանգությամբ ընդունելու եւ այդ թվում նաև այս ավտոմեքենան։ Լավ եղեք։